Լավ, սկսենք։ Նախ ներկայացեք, դուք եք իրավաբանը, որին սպասում էին։ Իրավապաշտպանն եմ ես, հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավար Մհեր Կարագոզյանն եմ, նախ ուզում եմ պահանջները հնչեցնենք, մեր քաղաքացիների պահանջը, քաղաքացիները այստեղ հավաքված դիմել են մեր հասարակական կազմակերպությանը իրավական աջակցություն ստանալու նպատակով, ինչը մենք կարողանում ենք ապահովել քաղաքացիների համար, նախ մեր պահանջները հնչեցնենք, որ չեղարկվեն այն վարկերը, որոնք ապօրինաբար են տրված, ինչ-որ քաղաքացիների կամ այստեղ հատկապես այստեղ հավաքված քաղաքացիների, որովհետև այս քաղաքացիները առհասարակ վարկ չեն ստացել, որքան էլ որ օգտագործվել է ինչ-որ զեղծարարների կողմից նրանց անձնական տվյալները, այնուամենայնիվ, եթե նրանց անձնական տվյալները օգտագործվել է, սա չի նշանակում, որ իրենք որևէ տեսակի վարկ ստացել են, հետևաբար չունեն քաղաքացիները վարկեր մարելու պարտավորություն եւ բանկի կողմից արկա պահանջների հետ մենք անհաշտ ենք եւ անհամաձայն ենք, քանի որ արդեն ասեցի, որ այդ պահանջները անօրինական են եւ առնվազն իրավաչափ չեն։ Պարոն Կարագոզյան, ասացիք, որ ձեզ դիմել են, քանի քաղաքացի է մինչ օրս ձեզ դիմել, նույնն է, այսպես խնդրով։ Արդեն 286 քաղաքացիներ են դիմել, Հայաստանի Հանրապետությունում կա գրանցված 17 բանկ, որից հատկապես 3-ն են աչքի ընկնում ավելի շատ թվերով, ավելի շատ քանակներով, որը ID բանկն է, մյուսը Ineco բանկն է եւ Archim բանկն է, դրանով պայմանավորված մենք եկել ենք այստեղ իրազեկելու քաղաքացիներին, այն քաղաքացիներին, ովքեր դեռևս առնչություն չեն ունեցել, մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ այդ վերը նշված բանկերի հետ, որովհետև քաղաքացիները հայտնվում են ֆինանսական կոլապսի առաջ եւ ունենում են անհարկի վարկային պարտավորություններ, ապօրինաբար պահանջներ են ունենում։ Սա ես ուզում եմ տեղեկացնել, որ մեր վերջին իրազեկման ակցիան է։ Այս իրազեկման ակցիայի ավարտից հետո, եթե Archim բանկի, ID բանկի, Ineco բանկի վարկագծում ոչինչ չփոխվի, մեր իրազեկման ակցիաների բնույթն ենք փոխելու, դեռևս մենք կքննարկենք, բայց իրազեկման ակցիաները կվերածվեն այնպիսի ակցիաների, որ կկանխարգելեն Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունները։ Մենք մեր իրազեկման ակցիաներով կկանխարգելենք բանկերի կողմից ուղիղ հանցագործությունները, այո, որովհետև կարելի է ասել, որ հանցագործությունը ապօրինաբար պահանջներ է ներկայացնել քաղաքացիներին, թե ինչ ճանապարհով կկանխենք, ես կարծում եմ մոտալուտ կտեղեկացնենք նաև ձեզ։ Եթե այս օրերի ընթացքում իրազեկման ակցիաներով չեք կարողանում կանխել, հետագայում ինչպես եք դա պատկերացնում, գուցե ինչ-որ ավելի լուրջ գործողություններ նախաձեռնվելու։ Ավելի լուրջ գործողություններ նախաձեռնվելու է, ես տեղեկացնեմ, որ այստեղ իրազեկման ակցիայի ավարտից հետո մենք գնալու ենք այստեղից ուղիղ քննչական կոմիտե, այնտեղ մենք ակնկալում ենք հանդիպում, քննարկում վերոնշյալ գործերի հետ կապված քննչական կոմիտեի լիազոր աշխատակցի հետ։ Պայմանավորվածություն եք արդեն։ Ես ուղղակի տեղեկացրել եմ, որ մենք այնտեղ ակցիա ենք իրականացնելու, թե հիմա այնտեղից ինչպիսի արձագանք կլինի, դա արդեն կերևա, բայց մենք պնդելու ենք, որ մենք պիտի ունենանք հանդիպում, հա։ Պարոն Կարագոզյան, նայեք, պարբերաբար բանկերը զգուշացնում են զեղծարարությունների, այսպես վտանգի մասին, նշում են մի մտեք տարբեր հղումներով, մի վստահեք տարբեր անձանց ձեր գաղտնաբառերը, մի պատասխանեք կասկածելի հեռախոսազանգերի։ Այս զգուշացումները բավարար չեն, որ քաղաքացիները չհայտնվեն նման ծուղակներում։ Ոչ բավարար չեն եւ ես ասեմ, որ այդ զգուշացումները ապատեղեկատվության տարածման միտում ունեն, որովհետեւ հարգելիներս քաղաքացին ինչպես պիտի հասկանա, որ գովազդի հղումով կարելի անցնել, որ գովազդի հղումով ոչ։
Ինչպես պիտի հասկանա քաղաքացին, որ հեռախոսազանգին կարելի է պատասխանել, որ հեռախոսազանգին ոչ։ Այո, գուցե եւ կան ինչ-որ մարդիկ, ովքեր սուպեր հնարավորություններ ունեն եւ կարողանում են դրանք տարբերել, բայց ես ասեմ, որ մեր շարքերում մենք ունենք տարբեր բանկերի աշխատակիցներ, ովքեր նույնիսկ վարկային բաժիններում են աշխատում, դուք պատկերացնում եք այդ մասնագետները ժամանակ առ ժամանակ անգամ այս մասով վերապատրաստումներ են անցնում եւ հայտնվում են ծուղակում։ Ինչպես կարելի է քաղաքացուն մեղադրել այն հարցում, որ քաղաքացին հայտնվել է ծուղակում։ Սա որևէ կերպ տարբերել հնարավոր չի կամ եթե հնարավոր է, ուրեմն պետքա դրա համար առանձնահատուկ գիտելիքներ, ֆինանսական ինչ-որ մակարդակ, հա, այսինքն բացառապես բանկերի խնդիրն եք համարում այն ինչ որ տեղի է ունեցել քաղաքացիների հետ։ Բացառապես բանկերի խնդիրն եմ համարում քաղաքացիների հետ տեղի ունեցածը, հա, քաղաքացիներին բանկերը պետք է կարողանային որպես իրենց հաճախորդներ պետք է կարողանային պատշաճ կերպով պաշտպանել զեղծարարների հարձակումներից եւ ընդհանրապես կիբերանվտանգությունը պետքա իրենց մոտ գագաթնակետին հասած լինել։ Մենք մինչև այսօր լսել ենք տարբեր առարկություններ, որ բանկերը կարողացել են 99% եւ ավելի դեպքերում կատարել իրենց պարտավորությունները, բայց մի տասնյակ դեպքերում չեն կարողացել, որովհետև անհնարին է 100%-անոց ճիշտ աշխատել, իսկ այդ տասնյակ դեպքերը տասնյակ ընտանիքներ են, տասնյակ մարդկային կյանքեր են, տասնյակ ճակատագրեր են, այստեղ գումարները շատ մեծ է, քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շատ մեծ է։ Բանկերի համար գուցե դրանք կոպեկներ են, խոսքը գնում է 8 միլիոն դրամի մասին, 10 միլիոն դրամի մասին, 15 միլիոն դրամի մասին, 20 միլիոն դրամի մասին, 34 միլիոն դրամի մասին, $53,000 մասին, այս թվերը քաղաքացիների համար չափազանց մեծ է, որը բանկը չի կարողացել պաշտպանի քաղաքացիների զեղծարարների հարձակումներից եւ սա նրանց սողանցքներն է, նրանց անկարողությունների կամ նրանց խոցելիության պատճառով քաղաքացին չպետք է հայտնվի ֆինանսական բեռի տակ։ Պարոն Կարագյուզյան, եւս մեկ հարց դատախազության մոտ, կենտրոնական բանկի մոտ ակցիաներ են արվել, կառավարության մոտ, ինչ օրս պատկան մարմիններից ինչ արձագանքներ եք ստացել եւ այստեղ մեզ հետ առանձնազրույցում քաղաքացիներից մեկը նշեց, որ միտում են տեսնում եւ հնարավոր է, որ այս զեղծարարությունների մեջ նաեւ հենց բանկի, այսպես ասած, մատն է խառը, ոչ թե անփութության պատճառով, խոցելիության պատճառով, այլ միտումնավոր։ Դուք այս միտումը որքանով եք օբյեկտիվ համարում։ Քանի որ այո, ես համարում եմ միտումը օբյեկտիվ, որովհետև մենք ունենք նման կասկածներ, քանի որ բանկերը այնպիսի դիրքորոշում ունեն, որ այնպիսի պոզիցիա ունեն, որ իրենք բացարձակապես մեղավոր չեն եւ իրենց քննարկումները կամ այս խնդիրները չեն կարողանում մինչև այս պահը լուծել, մենք տեսնում ենք, որ գուցե եւ հնարավոր է, որ այդ սողանցքները բաց են թողնված հենց այն նպատակով, որովհետեւ մինչ օրս բանկը կարողանում է դատարանների միջոցով պահանջներ ներկայացնել, օրինականացնել ապօրինի վարկավորումները, օրինականացնել այս զեղծարարությունները եւ այդպես տպավորություն ունենք կասկածներ, որ գուցե եւ բանկերի համար նույնիսկ շահավետ է այս իրավիճակը, ինչը պետքա կանխարգելվի։ Դուք նշեցիք դատախազության անունը, այո, մենք համագործակցում ենք դատախազության հետ անհատական մակարդակով, մարդիկ գրված օրենքների շրջանակներում աշխատում են այս մասով։ Մենք կառավարության առաջ ենք ակցիա ունեցել, մենք աշխատում ենք վարչապետի աշխատակազմի հետ։ Ինչ են խոստացել այս գործերը նրանց ուշադրության կենտրոնում է, անվանական դեռևս չեմ ուզում անդրադառնալ։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով քննչական կոմիտեի հետ, օրական, նույնիսկ աշխատանքային ժամերի ավարտից հետո քննչականում այս կամ այն քաղաքացիների գործերի հետ կապված հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում, բայց մեր պահանջը հետևյալն է, որ համակարգային ձևով եւ վերջնական լուծում տրվեն վերը նշված հարցերին։ Ձեզ խոստացել են կլուծեն ձեր խնդիրները, օրինակ ասում եք հանդիպել ենք աշխատակազմից, վարչապետի Մեզ խոստացել են, որ վարչապետի աշխատակազմի կողմից խոստացել են, որ կտրվեն համապատասխան հանձնարարականներ եւ հետամուտ կլինեն խնդիրների լուծմանը։
Շնորհակալություն։ Շնորհակալ եմ եւ այստեղ ես կուզեի այսպես բարձրաձայն մեր քաղաքացիները ավանդույթի համաձայն մենք այդպիսի ավանդույթ ունենք հնչեցնեին այն թվերը որքան ոչ պահանջներ առաջացել կամ որքան որ կորցրել են այս բանկերում մի հատ ուզում եմ ձեր ձայնը լսեմ իմը 2 միլիոն է Արշին բանկի կողմից 10 միլիոն է 20 միլիոն դրամ ավանդ եւ վար 20 միլիոն դրամ ավանդը խսվել Կասեք ինչպես է եղել մի փոքր մանրամասն մոտեցեք խոսացեք Ով կխոսի, մոտեցեք